Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթական բրիգադները երկու բուժառուի, մեկին Մալաթիա Սեբաստիան, մյուսին էլ Արաբկիր վարչական շրջաններից անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել են բուժառուներին ընդունել։ Հիվանդանոցի բակում Երևանի շտապօգնության բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ Արմենիա բժշկական կենտրոնից ոչ մի բժիշկ չի իջել։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատերյանը պարզաբանել է, որ Արմենիա ԲԿ-ի բուժազնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոքսիկացիայից դուրս գալու համար բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել։ Երբևէ հաշվի չի առնվել ոչ նրանց ազգային պատկանելիությունը, ոչ վճարունակ լինել-չլինելը։ Սակայն երեք նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես բժիշկների արձանագրմամբ սուր թունավորումների եւ վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել։ Արմենիա բժշկական կենտրոնի բժիշկները, այդ թվում վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց պարզել, նրանք ընդհանրապես ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոքսիկացիոն վիճակ չի եղել։ Հայտի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են եւ իրենց ոտքով հեռացել, պարզաբանման մեջ նշել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N1876 որոշման 2.2 կետի համաձայն կոմիտեի կողմից դեռևս 2026 թվականի հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներից վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար սահմանված ժամկետում դիմել են 575-ի գծով, չեն դիմել մնացած 61-ի գծով։ Հաշվի առնելով վերոգրյալը, կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N1876 որոշման 2.4 կետի համաձայն կոմիտեն ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության հրապարակում է այն 61 տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուներն իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի եւ կամ մաքսային տուրքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԱՏԳ-ԱԱ 8703800002 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սակագնային արտոնությունից։ Հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները սակագնային արտոնությունը վերականգնելու համար պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար մինչև 2026 թվականի մարտի 31-ը ներառյալ դիմեն մաքսային մարմնի էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնելով դիմում։ Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, դիմումները պետք է ներկայացվեն հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից եւ դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հայտարարատու սուբյեկտին։ Անհրաժեշտ է նախքան դիմումը ներկայացնելը կրկին ստուգել եւ համոզվել, որ դիմումում լրացված տվյալները ճիշտ են։